Նա չէր հավատում դատարկ խիզախությանը։ Նրա համար պատերազմը ոչ թե էմոցիա էր, այլ մաթեմատիկական հաշվարկ։ Սա Նիկոլ Դումանի, հայ ազատագրական պայքարի ամենասառնասիրտ ռազմավարի պատմությունն է։ Քրդերը նրան Դուման կոչեցին, որովհետև նա հայտնվում էր անսպասելի, ինչպես մառախուղը, եւ նույնքան անողոք էր, ինչպես փոթորիկը։ Բայց այդ փոթորքի թիկունքում թաքնված էր պրոֆեսիոնալ զինվորականի սառը հաշվարկը։ Դումանն առաջիններից էր, ով հասկացավ ֆիդայական անկազմակերպ խմբերին անհրաժեշտ է երկաթյա կարգապահություն եւ միասնական ռազմավարություն։ 1897 թվականի Խանասորի արշավանքի ժամանակ նա ցույց տվեց իր իրական տաղանդը։ Նա պահանջում էր բացարձակ լռություն եւ ճշգրտություն։ Նրա հրամանները կարճ էին, կտրուկ եւ անքննարկելի։ Դումանի համար զինվորի կյանքը թանկ էր, իսկ հաղթանակը պարտադիր։ Նա ստեղծեց կանոններ, որոնք դարձան հայ մարտիկի էթիկայի հիմքը։ Նրա կյանքի վերջին արարքը նույնպես ռազմավարական էր։ 1914-ին, տառապելով անբուժելի հիվանդությամբ եւ չցանկանալով դառնալ բեռ իր զինակիցների համար մեծ պատերազմի նախաշեմին, նա ընտրեց սեփական մահը։ Նա հեռացավ կյանքից այնպես, ինչպես ապրել էր՝ սեփական կամքով եւ սառը գլխով։ Նիկոլ Դումանը մնաց պատմության մեջ որպես մարդ, ով սովորեցրեց մեզ հայրենասիրությունը սկսվում է կարգապահությունից, իսկ հաղթանակը կերտվում է սառնասրտությամբ։